Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում, ով է համարվում անհայտ կորած երկար սպասված օրինագիծ թերություններով թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Մարգարիտա Զալիբեկյան, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ, Անդրանիկ Եղոյան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ եւ Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թվականներին անհայտ կորած է համարվում 1160 անձ, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած անձանց թիվը ըստ քննչական կոմիտեի տվյալների 195 է։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ավելի քան 30 տարի անց եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 5 տարի անց անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են ապրել անորոշության մեջ։ Պարոն Եղոյան, քննարկումը սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ դիմումներ է, արդյոք մինչև հիմա, դիմումներ ստանում է, եթե ստանում է, ապա ինչ բնույթի դիմումներ են դրանք եւ ընդհանուր իրավիճակը կխնդրեմ ներկայացնեք։ Շնորհակալություն հրավերի եւ այս կարեւոր հասարակության համար արտի խնդիրը ձեր մոտ քննարկման առարկա դարձնելու համար տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է բողոքներ անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներից։ Խնդիրը ել ավելի սրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, մինչ այդ էլ տեղեկացնեմ, որ աշխատակազմը ստանում էր բողոքներ արդեն Արցախյան առաջի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամներից եւ մարդիկ կարելի ասել տասնամյակներ շարունակ չեն դադարում փնտրել իրենց հարազատին։ Նախ գործընթացը իր բնույթով մարդասիրական է, հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի բոլոր խնդիրներին եւ հենց այդպես էլ անում ենք, չնայած իրավական ոչ լայն պաշտպանի լիազորություններին այս ոլորտում նկատի ունեմ օրինակ նույն որոնողական աշխատանքներ իրականացնելու կամ պետության անունից բանակցություններ վարելու եւ այլն Մարդու իրավունքների պաշտպան ուղղակի չունի, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք լիազորություն պետական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասով։ Տեղեկացնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ստացել ենք 1000-ից ավելի գրավոր ու բանավոր բողոքներ։ Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում այդ թիվը 1000-ը գերազանցում էր։ Եվ հիմնական խնդիրը, որը շարունակում է պահպանվել առ այսօր, բազմաթիվ ընտանիքներ տեղեկություններ չունեն իրենց հարազատների գտնվելու վայրի ճակատագրերի վերաբերյալ։ Հիմնական խնդիրը ընտանիքների մոտ այս ամբողջ ընթացքում բացի ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումից վերաբերում է հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սոցիալական, ֆինանսական, կրթական եւ տարաբնույթ այլ հարցերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալուն առավել արդի խնդիր գնալով դարձել է ու հիմա էլ արդիական է վերաբերում է քրեական վարույթի շրջանակում պատշաճ քննության իրականացմանը, ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված, իդեպ շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ, ներկայում էլ առկա են բազմաթիվ մարմիններ, մասունքներ եւ ընտանիքները ուղղակի հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ԴՆԹ պատասխանների հետ, ընդ որում ընտանիքները նաև ունեն իրենց հիմնավորումները։ Ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնամ, շնորհակալ եմ։ Մի հստակեցում, դուք նշեցիք 44-օրյա պատերազմից հետո ստացել եք շուրջ 1000 դիմում, այն պարագայում, երբ ըստ քննչական կոմիտեի տվյալների անհայտ կորած անձանց թիվը 195 է։ Այո, այս միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 1000-ից ավելի գրավոր ու բանավոր բողոքներ ենք ստացել։ Իդեպ այդ ընթացքում մի շարք անձանց եւ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկությունները պարզվել են։
եւ ոչ միայն իմ նշած միայն 44 օրյան էր, բայց նաեւ նկատի ունենանք, որ դրանից հետո էլ ադրբեջանական ագրեսիաների ընթացքում մենք ունեցել ենք մի շարք անհետ կորածներ եւ նույնը վերաբերում է նաեւ բռնի տեղահանման գործընթացում եւ այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական ագրեսիայի 23 թվականի սեպտեմբերի 19-20-ը նկատի ունեմ Իդեպ այդ դեպքերով կա նախաձեռնված 2 քրեական վարույթ եւ 183 զինծառայող եւ 25 քաղաքացիական անձ անհետ կորած են համարվում։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, կխնդրեմ ձեր գնահատականը իրավիճակի հետ կապված եւ ներկայացնեմ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը։ Այն խնդիրները, որ պարոն Եղոյանը ներկայացրեց, այն դիմումները, որ ստանում են հոգեբանական, ֆինանսական, նաև աջակցության մասով, կխնդրեմ ներկայացնեք նախագծով նաև, որքանով է լուծում տրվում եւ նախագծի անհրաժեշտության մասին ընդհանրապես խոսենք, որովհետեւ բազմաթիվ տարիներ շարունակ հիշում ենք, որ ձեր կազմակերպությունը հատկապես բարձրաձայնում էր այսպիսի օրենք ունենալու անհրաժեշտության մասին եւ վերջապես կարծեք թե սա օրինագծի տեսք ունի, խնդրեմ։ Շնորհակալություն, նախ առաջերտին իհարկե շատ կարեւոր է նման լուսաբանումը կամ քննարկումը թեմայի, որպեսզի նաև հանրության լայն շրջանակների համար հասկանալի լինի անհայտ կորածների իրավունքների ամբողջ սպեկտրը, նախ երկրորդը խնդիրները բովանդակային առումով, թե ինչ բնույթի խնդիրների հետ են առնչվում եւ նաեւ անդրադառնանք այն պարտավորություններին, որը պետությունը պետք է հանձնարարի եւ ապահովի։ Դուք նշեցիք 1160 թիվը, 1978 թվականից մինչեւ 2005 թվականը 1160, եթե գումարենք միայն երկրորդ թիվը, որը 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 195, ապա կամ համեմատենք, ապա կտեսնենք, որ այսինքն ոչինչ մի հատ հարց առաջանում, ինչու հենց հիմա։ Այստեղ թվականակի մասին չի խոսքը, որ ասենք 1160 ավելի շատ է, քան 195-ը, խնդիրը վերաբերում է նրան, որ երկար ժամանակ, այո, ճիշտ եք, սկսած 2005 թվականից հատկապես մենք նախաձեռնեցինք այդ հանձնառության վերցնման ուղղությամբ աշխատանքներ, իրազեկման, տարբեր ադվոկացիոն հանդիպումներ եւ այլն, եւ տեսեք, քանի արդարադատության նախարար, մարդու իրավունքների պաշտպան, պաշտպանության նախարար եւ այլն, եւ մշտապես որակում էին, որ կամ այդպես էր դիրքորոշումը, որ նպատակահարմար չէ անհայտ կորածի մասին օրենքի ընդունումը։ Եվ սա արտառոց է հնչում այն պարագայում, երբ որ շարունակաբար քաղաքական բառապաշարում օգտագործելով մենք մշտապես գտնում ենք պատերազմի մեջ, բայց պատերազմի մեջ գտնվող պետությունը պատերազմական գործողությունների հետևանքով առավել խոցելի խումբ հանդիսացող, այո, ռազմագերիներն են շատ խոցելի խումբ, գերիները, պատանդները, բռնի տեղահանվածները, բայց անհայտ կորածների խնդիրը բոլորին այլ է, որովհետև որևէ տվյալ տեղեկություն հայտնի չէ թե նրանց գտնվելու վայրի, թե նրանց ճակատագրի վերաբերյալ եւ պատերազմի մեջ գտնվող պետության ղեկավարությունը գտնում էր ոչ նպատակահարմար պատերազմի հետևանքով անհայտ կորածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ինստիտուցիոնալ մեխանիզմի ձևավորման առումով, այսինքն նման ձևով ես ուզում եմ ասեմ չէր կարելի պատրաստվել պատերազմ, որի հետևանքը մենք տեսանք 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետության ոչ պատրաստ լինելը, որովհետև եթե լիներ դա ասենք պատկերացրեք 2010 թվականին օրինակ հիմար ընդունված օրենքը, ինստիտուտը, որը ձևավորված կլիներ, կարողություններ կունենար, ձևավորված կլիներ նաև որոշակի երկխոսություն, եւ
աշխատանք, հա, փորձ բարձր, որ պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորածների հարազատները կիմանային թե ում դիմեն։ Իսկ հիշում եք թե ում էին դիմում։ Մի քանի տարբեր մարմիններ ընդունեցին։ Ի վերջո անցած տարվա մայիսից Արդարադատության նախարարության կողմից հանձնառություն վերցրեց, որ այո, օրենքը պետք է ընդունենք։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե կարող ենք ասել թեկուս ուշ է, բայց կարող է որ լինի ինչ որ մի մարմին, հա, որը ուղղակի պատասխանատու լինի։ Հիմա ես ուղղակի նաև ավելացնեմ, որ անհայտ կորածների հարազատները վարքագիծն էլ է տարբեր։ Շատ լավ է, որ ներկայումս այդ հարազատները շատ ավելի պահանջատեր են։ Իհարկե քաղաքական նպատակահարմարությամբ փորձել շահարկել այդ խնդիրները մի քիչ բան է, անընդունելի է, բայց այնուամենայնիվ պահանջատեր իրենց իրավունքների առումով կարևոր, որը Ղարաբաղյան առաջ պատերազմի հետևանքով անհայտ կորածների հարազատների մոտ այդ տենդենսը, այդ մոտեցումը, այդ մտածելակերպ այդքան ցայտուն չէր դրսևորվում, չնայած մենք նաև պետք է ասեմ բազմաթիվ ջանքեր են գործադրել, որ նրանք ոչ թե լինեն խնդրողի դերում, այլ պահանջողի դերում, հա։ Եվ ի վերջո, հիմա հիմնական խնդիրը իրենց իհարկե տեղեկատվության ստանալն է, այսինքն տեղեկատվություն իրենց հարազատի ճակատագրի մասին, գտնվելու վայրի մասին։ Եվ այդ առումով իհարկե հասկանում ենք, որ մի քանի գործիքակազմ առաջի հերթին իհարկե պետք է լինի երկխոսություն Ադրբեջանի հետ, այս մարդասիրական, միջազգային մարդասիրական իրավունքի ապահովման ուղղությամբ, որը չկա։ Իդեպ ասեմ, որ երկար ժամանակ դա այդպես է եղել ցավոք սրտի։ Անհայտ կորածների խնդիրը, որը բացարձակապես մարդասիրական իրավունքի խնդիր է, ինքը միշտ դիտարկվել է կոնֆլիկտի քաղաքական կարգավորման շրջանակում, ոչ թե առանցին, իսկ մենք ջանքերը, որ իրապես չպետք է քաղաքական կարգավորման տրամաբանության շրջանակներում դիտվի, այլ ընդհակառակը պետք է դա զուտ իրավունքի տեսակետից դա միշտ մերժվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Օրենքի նախագիծը տալիս է մի շարք լուծումներ, նախ կարգավիճակի հետ կապված, սահմանման հետ կապված մարմինը, այստեղ մենք ունենք որոշակի սկզբունքային տարանթերցում, իդեպ ասեմ շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարության հետ անդադ երկխոսության մեջ ենք, աշխատանքային քննարկումներ, նաև անհայտ կորածների հարազատների հետ այդ երկխոսությունը լինում, սա այսինքն մասնակցային, այս մի հարցով մասնակցայնությունը առավել քան արկա է, հա, չնայած մենք ցանկանայինք, որ նաև Ղարաբաղյան այս 1160 հոգին անհայտ կորածների, նաև Ղարաբաղյան առաջի պատերազմի հետևանքով անհայտ կորածների հարազատներն էլ ակտիվորեն ներգրաված լինեին, հա, այս process-ին, որովհետև չի կարելի տարբերակված ուրեմն մոտեցում ցույց տալ, եւ այս առումով իհարկե ունենք նաև հնարավորություն, որովհետև գոնե ներկայացուցիչների հետ նաև նրանց ենք հրավիրում են քննարկումներ, վերջ քննարկումն էլ կազմակերպեցինք։ Երկրորդ կարևոր, հա, այստեղ ինստիտուցիոնալ առումով նախագծով նախատեսվում է, որ դա լինի ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակում։ Մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ պետք է լինի առանձին մարմին, բայց կա այստեղ մի հատ հարց, որի հետ կապված իհարկե հուսամ անպայման իհարկե Արդարադատության նախարարության ներկայացուցիչին Մարգարիտան կներկայացնի, որ ժամանակի տեսակետից կարող է նաև ուշանա, եթե մենք այդ նոր մարմինը ձևավորենք միջև ինստիտուցիոնալ կարողություն եւ այլն, բայց գտնում ենք, որ այնուամենայնիվ դենթի անալիզի իրականացում եւ դրանց արդյունքների հետ հարազատների ծանուցում հոգեբանական վերականգնողական աշխատանքներ, սոցիալական, իրավական, բազմաթիվ ուրեմն խնդիրներ, դա պետք է զբաղվի այդ մարմինը, հիմա եթե դա որոշվում է, որ լիազորվի ազգային անվտանգության ծառայության ինչ-որ շրջանակներում կամ բանով, ես չգիտեմ դա ինչքանով պարզ եմ ասում, մենք սկզբունքային ունենք տարաձայնություն այս հարցով, բայց շատ կարող է նաև հանգամանքները, այդ նշվեց Մարդու պաշտպան ինստիտուտի կողմից, որ քրեական գործեր են հարուցված։ Մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ հանգամանքների ուսումնասիրությունը, որի հետևանքով անձը պատերազմական գործողությունների
հետևանքով անհայտ կորել է։ Դա չպետք է լինի քրեական գործի վարույթի շրջանակներում։ Ընդհակառակը փաստահավաք առաքելություն պետք է լինի, որի արդյունքները նոր կորոշեն, արդյոք դա գործ ունենք քրեական հետապնդման հետ, որով կզբաղվի համապատասխան մարմինը, թե ոչ։ Երկրորդը, քննիչները չէ, որ պետք է DNT անալիզի եզրակացությունները ծանոթացնեն ուրեմն հարազատների հետ, այսինքն նույնականացման։ Հաջորդ խնդիրը, որ շատ կարևոր է, Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր անձի զինծառայող, դա կլինի կամավոր, որը ներգրավում է զինվորական ծառայության մեջ, պետք է նույնականացման վերաբերյալ անձի հատկանիշներ, մարմնակազմություն, այսինքն կենսաբանական այդ չափանիշները ունենա արդեն գրանցված, այսինքն սա պետք է մեխանիզմ լինի։ Պարզ է, որ ասենք թե այսինքն մարդը, որը գնում է մասնակցում է պատերազմական գործողությունների, որը հավանական է կամ հնարավոր է, որ անհայտ կորի, հա, կամ դրա վերաբերյալ տվյալներ չունի, նրա նույնականացման հետ կապված բոլոր տվյալները ի սկզբանե պետք է ոնց ասած ֆայլով, հա, ասենք ասենք փաթեթով դա էլ արվի։ Այսինքն հիմա այս հարցեր կան, որոնք այսինքն տեղեկատվական բյուրոյի ասածը, որը պետք է լինի օրենքի նախագծով նախատեսված է ռեեստրը, հա, այդ տվյալների կառավարման, տվյալների հիման վրա գործողություն անելու, անհայտ կորածների հարազատների հետ աշխատելու, հակառակորդ կողմի հետ աշխատելու եւ պետք է մարմին լինի, որը նաեւ տեսեք միջազգային նացիաներում, ասենք նույն Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքային խումբ կա անհայտ կորածների։ Այդ մարմինների հետ աշխատելու նաեւ կարողություն ունենա, չէ՞, այսինքն ինքը լիազորություն այնպիսի շրջանակ ունենա, որպեսզի անհայտ կորածների իրավունքների վերաբերյալ, այսինքն հարազատներին տեղեկացնելու անհայտ կորածի իրավունք ասածը, դա նշանակում է հարազատի իրազեկվածությունը իր անհայտ կորածի ճակատագրի ու գտնվելու վայրին տեղեկությունների տրամադրումը, հա, սրա ուղղությամբ եւ միջազգային մակարդակում եւ ազգային մակարդակում լիազորության շրջանակ ունենա, այսինքն ինքը կարողանա եւ ներկայացնի եւ դիվանագիտական խողովակներով աշխատանք կատարի, այսինքն սա մի փաթեթ է, որը չի կարելի տարանջատել, այսինքն այս առումով մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ պետք է լինի իսկապես մի մասնագիտացված մարմին, հիմա եթե սկզբից որոշում են ինչ-որ մի այդպիսի հատվածով առաջ գնալ, հետո ինչ-որ մի պահի տեղափոխել այդ կարողությունների բանով հիման վրա արդեն այդ մարմինը ձևավորել, դա այլ է տարբերակ։ Բայց ես ասացի այն հարցերը, որոնք մենք կարծում ենք, որ պետք է լուծում ստանա։ Շատ լավ։ Ինքնին ներողությունս էլ ավարտեմ։ Անկախ օրենքի այս բանից, ինքնին օրենքի ընդունումը շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է, սա հնարավորություն է նաև հետագայում զարգացնելու։ Գոնե մի հատ կլինի տեղ, որտեղ դու կարող ես աշխատել, ում հետ կարաս աշխատես եւ ում հետ ծնողները կարող են աշխատել եւ ումից կարաս պահանջները ներկայացես, այսինքն ոչ թե տարբեր մարմիններ, այլ մի հատ հստակ հասցեագրված մարմին, այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Զալիբեկյան, ինչպես նշվեց տարիներ շարունակ բարձրաձայնվել է օրենք ունենալու հարցը, բայց մշտապես երկրորդական է համարվել, ինչու այս պահին, հա, որոշում կայացվեց այսպիսի օրինագիծ, հետաքրքիր է նաև արդյոք ուսումնասիրություններ նախապես եղել են անհայտ անձանց ընտանիքների հետ, մասնավորապես, հա, կխնդրեմ այս անհրաժեշտության մասով, ինչու հիմա, այնուհետև նաև կանդրադառնանք իհարկե խնդրահարույց կետերին, խնդրեմ։ Հայտում նախ այս հրավերը ներկայացնելու եւ այս կարևոր հարցը լուսաբանելու համար իրականում Արդարադատության նախարարությունը շատ կարևոր հանձնառություն է ստանձնել օրենքի նախագծի մշակման մասով ձեր այն հարցին, թե ինչու հենց այս պահին որոշվեց օրենքի նախագծի մշակումը, կարծում եմ, որ վերջին դեպքերը 20 թվականի, որը ներողություն բոլորիս հայտնի են, ինչ որ առումով նաև հուշեցին, որ օրենքի նախագծի մշակումը օր առաջ պետք է տեղի ունենա։ Ես հարցնում եմ ներողություն, ինչու հիմա, հենց նկատի ունեմ, կարծեք թե հենց 2020-ից հետո անմիջապես հետո, հա, պետք է այսպիսի նախագիծ մշակվեր։ Տեսեք, ես կխոսեմ այն պահից սկսած, երբ որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել այդ պարտականության կատարումը, եղել է դրված այլ մարմնի վրա, հիմա դա երևի ճիշտ չի լինի քննարկել, թե ինչու չի
տեղի ունեցել։ Համենայն դեպս 2024 թվականի մայիսին, ինչպես պարոն Սաքունցը նշեց, մարդու իրավունքների ռազմավարությամբ կոնկրետ այս օրենքի մշակման պարտականությունը դրվել է Արդարադատության նախարարության վրա։ Նշեմ, որ այդ պարտականության ստանձնումից ի վեր նախարարությունը առաջին հերթին ձեռնամուխ է եղել նախ օրենքի հայցակարգի մշակմանը, որը որ ելակետային ուղղություններ է նախատեսել, թե ինչ հարցերի պետք է անդրադառնա օրենքը, ինչ հարցեր պետք է լուծի, ինչ կարգավորումներ պետք է նախատեսի։ Հայցակարգի մշակումի նախ մշակման շրջանակներում այո համագործակցել ենք նաև անհայտ կորած անձանց ընտանիքների ծնողների հետ, որոնք որ մշտապես հետաքրքրված են եղել, կապի մեջ են եղել թե նախարարության հետ, թե քաղաքացիական հասարակության հետ, թե պարոն Սաքունցի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում բարձրաձայնել են իրենց ուզող խնդիրները, նաև մի աշխատակազմի հետ մշտական կապի մեջ գտնվելով բարձրացել են այն առարկայական իրենց ուզող խնդիրները, որոնք էլ հետագայում նաև հիմք են, բազային հիմք են հանդիսացել ինչ-որ առումով նաև օրենքի նախագծի մշակման համար։ Օրենքի նախագիծը մշակելիս նաև միջազգային փորձի ուսումնասիրություն է կատարվել, մասնավորապես հիմքում դրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սկզբունքները մոդելային օրենքը, որը որ աջակցություն է ցույց տալիս տարբեր պետություններին, թե իրենց ներպետական օրենսդրությունը մշակելիս ինչ առարկայական հարցերի պետք է անդրադարձ կատարի օրենքը։ Միաժամանակ նաև արկա է ԱՊՀ երկրների մոդելային օրենք անհայտ կորած անձանց հարցերով, որը եւս ուսումնասիրվել է եւ որոշակի դրույթներ հիմք են ընդունվել, հենց ուղղորդող են եղել օրենքի նախագիծը մշակելիս։ Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, նախագիծը մշակելու շրջանակներում եւս քաղաքասարակության հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ համագործակցություն ենք ունեցել։ Պարոն Սաքունցի դիտարկումները եւս շատ օգնել են իրականում նախագծի տարբեր դրույթներ ներառելու մասով։ Ծնողների հետ պարբերական կապի մեջ է նախարարությունը, մասնավորապես վերջին օրինակները նշեմ, 24 թվականի դեկտեմբերին առանձին քննարկում եղել է տարբեր ծնողների հետ եւ մեր փոխնախարարի մասնակցությամբ, պարոն Դադունցի մասնակցությամբ կազմակերպել էին քննարկում նշելու եւ առանձնացնելու այն կարեւոր խնդիրները, որոնք իրենց հուզում են եւ հետագայում կարան տեղ գտնեն նախագծում։ Նախորդ շաբաթ եւս Արդարադատության նախարարի հետ մոտ 13 թե 12 ծնող, եթե չեմ սխալվում, եւս հանդիպելու արդյունքում էլի տարբեր խնդիրներ հուզող խնդիրների համար քննարկում էր նախատեսվել, երբ որ արդեն նախագիծը դրվել էր իդրաֆտ հարթակ եւ իրենք ուսումնասիրել էին, ծանոթացել էին, դրանից հետո արդեն օրից քննարկում էին կազմակերպել, որպեսզի տեսնենք էլ ինչ հարցեր կան, որ իրենց հետաքրքրում են, անհանգստացնում են եւ միգուցե նոր առաջարկներ ունեն, որոնք եւս պետք է տեղ գտնեն նախագծում։ Մի փոքր խոսեմ նաև նախագծում տեղ գտած զրույցների մասին եւ առհասարակ ինչի մասին է նախագիծը։ Օրենքի նախագիծը վերնագիր ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին է։ Հենց վերնագիրն արդեն հուշում է, թե ինչ կարգավորման առարկա ունի տվյալ օրենքի նախագիծը, կարգավորում է անհայտ կորած անձանց իրավական վիճակը, կարգավորում է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, մասնավորապես ընտանիքի անդամների մասով հատկապես իրենց հարազատի գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն է սահմանում, որին համապատասխանում է պետության պարտականությունը բավարար ջանքեր գործադրելու եւ հասցեական տեղեկատվություն տրամադրելու յուրաքանչյուր անգամ, երբ որ ծնողը այդ հարցերը բարձրացնում է։ Սոցիալական աջակցության համատեքստում տարբեր ուրեմն ֆինանսական արտոնությունների է վերաբերում նախագիծը, թե ինչ հնարավորություններ կան ծնողների կողմից ֆինանսապես ինչ-որ աջակցություն ստանալու մասով, շահառուների կողմից վնասի հատուցում եւ աջակցություն ստանալուն է վերաբերում, որ դեպքում խոսքը արդեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի համատեքստում վնասի հատուցում եւ աջակցություն ստանալու իրավունքների մասին է նախատեսում են դրույթներ այս ոլորտում լիազոր մարմնի հետ կապված դրույթների մասին, թե ով է այս պարտականությունը ստանձնելու։ Միաժամանակ նախատեսում է անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ստեղծման հետ կապված հարաբերությունները, ստեղծման եւ վարման
մասով, ինչպես նաև անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համագործակցության հետ կապված հարցերը, անհայտ կորած անձի ծնողների կողմից հետախուզման դիմում ներկայացնելու արդյունքում անհայտ կորած անձի հետախուզման գործընթացը նախաձեռնելուն են վերաբերում դրույթները, երբ կարող է այդ հետախուզումը դադարեցվել, հետախուզման ընթացքում ինչ գործիքակազմ պետք է ձեռնարկի լիազոր մարմինը, ինչ մարմինների հետ պետք է համագործակցի, ինչ պարբերականությամբ պետք է այդ տեղեկատվությունը ստանա եւ ի վերջո անհայտ կորած անձանց ծնողներին ինչ պարբերականությամբ պետք է թարմացումներ ներկայացնի իր կողմից հայթայթած տեղեկատվության մասով։ Շնորհակալություն, եթե խնդրահարույց այսպես կետերին անդրադառնանք, պարոն Եղոյան, կխնդրեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեսակետը, պարոն Սաքունցի իր խոսքում նշեց լիազոր մարմնի հետ կապված կարծիքը, նշեմ, որ նախագծով սահմանված այն անհայտ անձանց հարցերով զբաղվող մարմինները, ներքին գործերի նախարարություն, ազգային տեղեկատվական կենտրոն, պաշտպանության նախարարություն եւ պետք է նշել, որ անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է։ Կխնդրեմ ներկայացնեք, պրակտիկորեն արդյոք խնդիրներ տեսնում եք։ Կներեք, ուղղակի ինձ թվում է Ռաֆտում այս սկզբնական տարբերակն է, որ նշեցիք այդ մարմինները։ Հիմա փոփոխություններ կա, երևի թե մի հատ ներկայացվի, ցավոք սրտի այդ նոր տարբերակ երևի թե իրականում նշեմ, որ e-draft հարթակում տեղադրելիս լիազոր մարմինների մասով արդեն իսկ որոշակի խմբագրական փոփոխություններ էին տեղի ունեցել։ Ուզում եմ նորից նշել, որ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող լիազոր մարմինը ազգային անվտանգության ծառայությունն է այս պահի դրությամբ արկա նախագծային կարգավորումներով, բայց օրենքում նաև նախատեսվել են անհայտ կորած անձանց հետախուզման եւ հաշվառման համար լիազորված այլ մարմիններ, որոնց շարքում է Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը եւ Քննչական կոմիտեն։ Միաժամանակ կա գերիների անհայտ կորած անձանց գերիների պատանների հարցերով զբաղվող հանձնաժողով, որը ինչ որ նոր հանձնաժողովի ստեղծում չի նախատեսում, սա էլ հստակեցնեմ, խոսքը արդեն վարչապետի համապատասխան որոշման հիման վրա գործող հանձնաժողովի մասին է, որի մասով ուղղակի նախընտրելի է համարվել օրենքում հիշատակում անել, որպեսզի այս օրենքի նորմը հանդիսանա լիազորող նորմ համապատասխան վարչապետի որոշման ընդունման համար, որը արդեն իսկ արկա է, այսինքն այս մասով ինչ որ եւս նոր կառույցի ստեղծում չի նախատեսվում, հիշատակվել է այն հանձնաժողովի մասին, որը արդեն իսկ գոյություն ունի։ Թեևս սրանք էին լիազոր մարմինները, շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Եղոյան։ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը, քաղաքացիների բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև անհետ կորած անձանց հարազատների հետ առանձնազրույցները հստակ թույլ են տալիս արձանագրել, որ ոլորտում ունենք հրատապ լուծում պահանջող հարցեր եւ որոնցից ամենագլխավորը հենց օրենսդրական թերի կարգավորումներն են եւ այս նախագծով հնարավորին փորձ է արվում լուծել են խնդիրները, որոնք պրակտիկայում արձանագրվել են եւ ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ անհետ կորածների ընտանիքների անդամների պետական տարբեր գերատեսչությունների կողմից հասցեագրվել են։ Մեր աշխատակազմի կողմից ոլորտի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ ամենագլխավոր խնդիրներից մեկը վերաբերում է մեկ պատասխանատու մարմնի բացակայությանը, որտեղ անհետ կորածների ընտանիքները կկարողանան ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ պրակտիկայում ինչ է կատարվում, ընտանիքի անդամը մի պետական մարմնից ուղղորդվում է մեկ այլ պետական մարմնին, այնտեղից մեկ այլ մարմին ու արդյունքում չի ստանում իր հարցի բուն պատասխանը։ Եվ դրա համար էլ այս օրենսդրական նախաձեռնությունը կարելի է դրական գնահատել եւ մեկ այլ առումով եւս ուզում եմ դրականորեն արտահայտվել նախագծի հետ կապված Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Տեսեք, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ դրա հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդհանրապես անհայտացումների հետ կապված ունի մի շարք վճիռներ։ Եվրոպական դատարանը անհետացումների դեպքերը դիտում է կյանքի, անձնական ազատության ու անձեռնխելության, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի համատեքստում եւ դրան զուգահեռ պատշաճ քննության, այսինքն երբ որ մենք չենք իրականացնում այս ամեն ինչը, հետեւաբար
վրա է գալիս իրավական պատասխանատվություն եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարում։ Այս նախագծով եւս հնարավորին փորձ է արվում լուծել նաեւ այսպիսի հարցերը։ Տեսեք, անընդհատ խոսում ենք պատշաճ քննության մասին եւ այստեղ իրականում արկա են էական խնդիրներ, որոնց մասին անհետ կորած անձանց հարազատները պարբերաբար բարձրաձայնում են։ Պատշաճ քննություն իրականացնելու համար նախ անհրաժեշտ է 4 միաժամանակյա տարերի արկայությունը, դա վերաբերում է անհապաղ եւ ողջամիտ ժամկետում գործերի քննությանը, դա վերաբերում է հանրային վերահսկողությանը, անկախությանը, այստեղ հանրային վերահսկողության տեսանկյունն ինչ է իրենից ենթադրում է տուժողի ներկայացուցիչի մասնակցությունը վարույթին, բայց այստեղ մենք ունեցել ենք էական խնդիր։ Ի սկզբանե քրեական վարույթի շրջանակներում անհետ կորածների ընտանիքների անդամները չէին ճանաչվում որպես տուժող, չէին ներգրավում վարույթներին եւ տեղեկացված չէին լինում, թե քրեական վարույթում ինչպիսի հանգամանքներ են քննության առարկա դարձվում եւ ըստ էության իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցերում խնդիրների առաջ էին կանգնում։ Ո՞րն էր պատճառը։ Ինչու՞ն է։ Վարույթ իրականացնող մարմինը վկայակոչում էր նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, գաղտնիությունը եւ այդ հիմնավորմամբ տեղեկություններ չէին տրամադրվում եւ ի դեպ այս մասով էլ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կատարվեց համակողմանի ուսումնասիրություն նաև միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից եւ արդյունքում մենք ներկայացրեցինք հստակ դիրքորոշում, որ անհետ կորածների ընտանիքների անդամները պետք է քրեական վարույթներով ճանաչվեն տուժող, ներգրավեն վարույթին եւ ամբողջությամբ տեղեկացված լինեն իրենց զավակների ճակատագրերի մասին։ Դա ես խոսում եմ 23 թվականի մասին, դրանից հետո դատախազություն եւ քննչական մարմինը իդեպ ընդունեց ամբողջությամբ մեր դիրքորոշումը եւ ներկայում կարող ենք ասել, որ խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, չնայած ես նախորդ քննարկման ժամանակ անհետ կորածների որոշ ընտանիքներ մեզ տեղեկացրին, որ իրենք տուժող չեն ճանաչվել, ես առաջարկեցի, որ այդ մասով էլ մեզ դիմեն, նախ վարույթ իրականացնող մարմին դիմեն, ես կարծում եմ տուժող պետք է ճանաչված լինեն, բայց եթե այդպիսի խնդիրներ կան, մենք պատրաստ ենք աջակցել։ Շնորհակալ եմ, պարոն Սաքոնց, ձեր տեսակետը ու նաև ձեր խոսքում դուք նշեցիք, թեև այս պարագայում կարևոր է հենց օրինագծի ընդունումը, բայց միևնույն է նաև վերապահում ունեք ազգային անվտանգության ծառայության մասով։ Կխնդրեմ մանրամասնեք, հա։ Շնորհակալություն։ Տեսեք, Ժնևյան կոնվենցիաների առաջին արձանագրության 31-ից 33 հոդվածն, որը վերաբերում է հենց անհայտ կորածներին, կարծեմ 31-ն է, ուղղակի նշում է հակամարտության սկզբից հակամարտող կողմերը պետք է ստեղծեն անհայտ կորածների բյուրո, որոնք պետք է աշխատեն միմյանց հետ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ եւ փնտրման աշխատանքներով։ Սա բանն է։ Կոնվենցիայի գիծարձանագրության այդ մոտեցումն է։ Այսինքն ինչ է ենթադրում սա, որ պետությունը պետք է ունենա այդ մարմինը, որ ուղղակի պետք է աշխատի հակամարտության մյուս կողմի նույն մարմնի հետ։ Ազգային անվտանգության ծառայությունը, եթե օրինակ բերեք, ես շատ հետաքրքիր, ուղղակի ես չեմ տեսել որևէ մի պետության ազգային անվտանգության ծառայություն, որը կամ անվտանգային մարմին այդ տիպի գործ, որ ասենք միջազգային ասպարեզում հանդես գա, ասենք թե ինչ ասեմ, ՄԱԿ-ում կամ Եվրոխորհրդում կամ բան, որովհետև իրանց գործառույթները ընդհակառակը ավելի շատ ոչ թե բաց լինելն է, այլ ծառայության բնույթից ելնելով սա խորհրդապահական է, հա, գաղտնապահական եւ այլն եւ այլն։ Եվ այդ մարմինը հիմա, եթե մենք լիազորում ենք, ասենք մեր ազգային անվտանգության ծառայությանը, այս գործառույթը, ինքը պետք է աշխատի ում հետ։ Ենթադրենք Ադրբեջանում ստեղծեցին այդ միջգերատեսչական հանձնաժողովը։ Օրինակ հիմա իրանք չեն ընդունում կամ բան։ Արդյոք կաշխատի մի մարմնի հետ, որը հետախուզական գործառույթներ ունի։ Տվյալներ եւ այլն, այսինքն տվյալների հավաքագրող է ինքը,
այլ բնույթի տվյալների, սպառնալիքների եւ այլն։ Սա լուրջ հարց է։ Հիմա պետությունը մեր որոշել է, որ ասենք, օքեյ, միջազգային բաներում կարող գնա ԱԳՆ-ն, փաստորեն, հա, ներկայացնի այդ բանով։ Այսինքն այստեղ խնդիր ունենք, սա մեկ, որի հետ կապված կարծում եմ դեռ ժամանակ ունենք օրենքի նախագծի հետ կապված էլի քննարկելու։ Ես հասկանում եմ, որ համապատասխան կարողությունների պակաս կա, բայց կարողությունների պակաս միշտ է։ Դե հիմա ցավոք սրտի 30 տարի է այդ կարողությունը չեն ձևավորել։ Եթե մարմինը ձևավորված է ինչպես հիշատակեցի 2000 գոնե թվից կամ 2005-ից, մենք Ժնևյան կոնվենցիաները իդեմ վավերացրինք 92 թվականին, այնպես չի որ մենք թե 93-ին, այսինքն կվավերացրել ենք, բայց հանձնառությունը օրենսդրական մակարդակում չէինք իմպլեմենտացիա արել։ Սա մեկ, որը կուզենայի ասեմ, որ իհարկե մեզ համար սկզբունքային է, ելնելով կոնվենցիայի կից արձանագրության այդ մոտեցումից։ Հաջորդը այստեղ քրեական դատավարության հետ կապված պարոն Եղվանը նշեց։ Տեսեք, քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ դուժող կամ պետք է մահացած լինի կամ կենտ ողջ, չէ, կապ չունի, ասենք թե ցեցվածա թե դուժա տարբեր հանցագործ։ Հիմա կամ իրավահաջորդ, չէ, կա դուժող մահացած կամ ողջ, եթե մահացած է իրավահաջորդ, եթե ողջ է ներկայացուցիչ, չէ, սա է տրամաբանությունը։ Հիմա անհայտ կորածը այս շարքի մեջ չկա, որտեղ անհայտ կորածը ինքը ոչ մահացած է, ոչ էլ, ուրեմն ողջ է։ Օրենսդրության մեջ այս խնդիրը շատ պարզ լուծում ունի, որ պետք է օրենսդրության մեջ նկատի ունեք անհայտ կորածի հենց սահմանումը անհայտ կորածը, որ դուժող համարվի նաև անհայտ կորածը։ Եվ նրա հարազատը իր ներկայացուցիչ այն առումով, հա, ինչ եմ ասում, որտեղ իրավահաջորդը հստակ սահմանված է բանի առումով, մահացածի առումով, բայց քանի որ տեղեկություն չկա, որ ինքը մահացած է, հետեւաբար դու չես կարող իրավահաջորդ համարես։ Պետք է համարես ներկայացուցիչ։ Սա շատ ֆունդամենտալ հարց է եւ սա շատ փոքր բան է, ասենք թե միանգամից կարելի է օրենսդրության մեջ փոփոխությունը կատարել, որովհետեւ իրապես այս անհայտ կորելու հետևանքով անհայտ կորածի հարազատը գտնվում է շահունակական այն հոգեբանական ճնշվածության անորոշության մեջ, որը գիտականորեն կոչվում է, հա, անորոշ կորուստ։ Եվ դա միջազգային մոտեցումներով համարվում է արժանապատվություն նվաստացնող վիճակ, հա, այսինքն ինքը ընդհանուր միջև խոշտանգման հավասարեցվում է, արժանապատվություն նվաստացնող եւ այլն։ Այս առումով պետք է անպայման անհայտ կորածի կարգավիճակ, այսինքն անհայտ կորածը որպես դուժողի կարգավիճակ օրենքով ուղղակի սահմանվի, որ դուժողին հանդիսանում ես մարդիկ, հա, այս կարգավիճակով։ Սա որպեսզի մենք գիտեք ոնց է իրավիճակից ելնելով ընդառաջ գնալ որոշակի պահանջների եւ դուժողի իրավահաջորդ կամ ներկայացուցիչ ճանաչել այդ պրակտիկան կարող է փոխվի։ Իսկ օրենքը եթե կա, ասենք իրավական տեսակետից հիմնավորում է լինում։ Սրանով նաև իհարկե քրեական դատավարության տեսակետից նաև պետք է մի հատ բան էլ քննարկենք, ժողովուրդ։ Քննչական, այո, սովորական քրեական գործի շրջանական նյութերին դուժողը կամ դուժողի իրավահաջորդը կամ ներկայացուցիչը կարող են ծանոթանալ միայն այն մասով, որ մասով իրանց է վերաբերվում։ Ասենք թե դատաբժշկական փորձաքննություն եւ տարբեր փորձաքննություններ։ Նախաքննական գաղտնիություն, եկեք օրենքի տրամաբանությունը պաշտպանենք։ Այս դեպքում քրեական գործի վարույթի հետ կապված պետք է մի քիչ այլ մոտեցում լինի։ Հիմա, եթե կա այն խնդիրը, որ քրեական գործի վարույթով հրամանատարը ուղղակի անմիջական պատասխանատվություն է կրում այն հանգամանքների մեջ, ստեղծման մեջ, որ հետևանքով անձանհայտ կորած է, սա մի քիչ այլ հարց է, էլի պետք է նախաքննության գաղտնիքը մնա, հա, բանով։ Բայց եթե քրեական գործը հարուցված է այն փաստով, որ ընդհանրենք Ադրբեջանի տվյալ դեպքում նա պատասխանատու է այս քրեական գործում, հա, անհայտ կորելու, այդ դեպքում նախ առաջերտին եկեք ֆիզիկապես, հա, ռեալ նայենք, դու ադրբեջանցուն չես կարողանալու այս մեր կողմից հարուցած քրեական գործի շրջանակում քննես։ Սա միանշանակ է, հա։ Հետևաբար այս առումով հանգամանքների եւ ասենք թե դատաբժշկական, ԴՆԹ եւ այլն նախաքննության գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունը ի սկզբանե
անհիմն է, որովհետև ինչ էլ արվի, դա վերաբերվել է տուժողին, հանձինս անհետ կորածի եւ նրա ներկայացուցիչի հանձինս ուրեմն նրա ծնողների կամ հարազատների։ Այսինքն այստեղ պետքա քրեական դատավար, այսինքն արդարադատության այս հատվածում բավական սկզբունքային փոփոխություններ կատարել, որպեսզի իրավական հիմնավորումը լինի եւ քննիչը իրավական հիմնավորումով ղեկավարվի եւ ոչ թե ասենք թե ենթադրենք ցուցման հիման վրա։ Սա ուղղակի մի հատ դիտարկում, որ այո, ունենալով այս խնդիրը երկար ժամանակ, անգամ մենք այդ հանգամ, ես ասեմ, էլ ասեմ, այս քրեական գործի առաջ անգամ են հարուցվում։ Նախորդ ուրեմն Ղարաբաղյան առաջ պատերազմի հետևանքով անհայտ կորածների գործերով մի հատ քրեական գործ դուք չեք կարող ցույց տալ, որ հարուցված լինի։ Չնայած մենք գտնում ենք, որ հանգամանքների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտություն է, որովհետև այդ հանգամանքների ուսումնասիրության, այդ հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների միջոցով կարող ես դու արձանագրես իրապես տեղի է ունեցել հանցավոր անտարբերություն կամ հանցավոր գործողություն, որի հետևանքով քո ենթակա զինծառայող անհայտ կորել է, թե իրապես չկա այդպիսի հանցագործության, ուղղակի պատերազմական գործողություն է եւ ընդհանրենք մարդիկ ընկել են շրջապատման մեջ եւ այլն, չգիտեմ, ինչ հանգամանքներ, այսինքն այդտեղ չկա հանցագործություն։ Եվ գտնվում է այնտեղ, այսինքն սա էլ նոր ուրեմն նորություն էր այս քրեական գործերի հարուցումը, բայց կարծում եմ, որ քրեական գործերի այս ձևի քրեական գործերի հարուցման հետ կապված անպայման պետք է քրեական դատավարության օրենսգրքում էլ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի քննիչը, որովհետև ես հիմա գիտեք քննչական մարմինների հետ ունեմ խիստ վերապահում, բայց մյուս կողմից էլ ասում եմ, լավ, ես քննիչը նայում ա օրենքը, ասում եմ, լավ, ես օրինակ հիմա անհայտ կորածին ոնց ճանաչեմ դուժող, ինչի որ հոդվածի հիման վրա ճանաչեմ դուժող, հասկանու՞մ եք։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Զալիբեկյան, ձեր տեսակետը, նաև կխնդրեմ մի քանի հարցերի, միանգամից անդրադառնալ լիազոր մարմնի հետ կապված հաշվի առնվել են արդյոք այդ խնդրահարույց կետերը, նշվեց, որ չեն կարող օրինակ իրենք փակ համակարգեն եւ որքանով է սա ենթադրում համագործակցություն եւ երկրորդը նաեւ Շնորհակալություն։ Տեսեք, լիազոր մարմնի հետ կապված ընտրություն կատարելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության իրավասությունների լիազորությունների շրջանակը, այդ թվում նաև հետախուզման հետ կապված հարցերում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ նախկինում ներգրաված լինելով անհրաժեշտություն կա նույն մարմնի կողմից ապահովել արդեն իսկ նախաձեռնված աշխատանքների շարունակականությունը, այսինքն այնպես չլինի, որ մի պրոցեսում մարմինը ներգրաված լինի, հետո կեսից վերցնենք տանք ուրիշին եւ արդեն նախաձեռնված գործընթացի, այսպես ասած, փոխանցում լինի այլ սուբյեկտի։ Այսինքն մի շարք հանգամանքներ հաշվի են առնվել լիազոր մարմին ընտրելիս։ Հետո հարկ է հաշվի առնել, թե ինչ հարցում է լիազորվում մարմինը։ Այստեղ ամենակարևոր հարցը անձանց հետախուզման գործընթացի նախաձեռնումն է եւ պրոցեսի անխափանությունը։ Այս համատեքստում պետք է նաև այլ հանգամանքներ հաշվի առնել, մեր սահմանադրությունը, թե ինչ սահմանադրությամբ ստեղծված ինչ մարմիններ կարող են լինել, այսինքն սահմանադրությունը մեզ թույլ է տալիս նման մարմնի ստեղծում, թե ոչ, ինչ կարգավիճակ է ունենալու այդ մարմինը, որը նախատեսվում է ստեղծել օրինակ։ Բացի այդ նոր ռեսուրսների ներգրավումը, թե ֆինանսական, թե կադրային, այսինքն մեր պետությունը ֆինանսական հնարավորությունները, բյուջեի հնարավորությունները թույլ տալիս են արդյոք նոր մարմին ստեղծել, թե ոչ։ Կամ նոր մարմնի ստեղծումը մենք գիտենք, որ կազմակերպական, վարչարարական, իրավական տարբեր գործընթացների նախաձեռնում են նախատեսում։ Այսինքն մինչև այդ գործընթացները հասցվեն իրենց ավարտին։ Ինչ ժամկետում մենք կկարողանանք այդ նոր մարմինն ունենալ, որպեսզի 1 օր առաջ այդ մարմինը ձեռնամուխ լինի այն աշխատանքներին, որոնց ծնողները սպասում են օր առաջ։ Այսինքն սա ոչ թե ինչ-որ սպասողականություն թույլ տվող գործընթաց է, այլ 1 օր առաջ մենք պետք է ունենանք լուծումներ եւ հենց այս օրենքն էլ ուղղված է այդ լուծումները ստեղծել։
Հիմա եթե մենք ունենք արդեն մարմին, որ նախկինում ներգրաված է եղել այս աշխատանքներին, ունի բավարար գիտելիքներ, մասնագիտական պատրաստվածություն, կադրային փորձ ունեցող աշխատակիցներ, ինչպես նաև վայելում է հանրության վստահությունը։ Եկեք արձանագրենք, որ քաղաքացիների անհայտ կորած անձանց ծնողների հետ շփումներում եւ հանդիպումներում, երբ որ մենք տարբեր հարցեր քննարկել ենք, այդ թվում նաև թե որ մարմինների աշխատանքից են իրենք գոհ, մի քանի անգամ շեշտվել է ազգային անվտանգության ծառայության հետ արդյունավետ համագործակցությունը եւ իրենց մոտեցումը, որ շնորհակալ են այդ մարմնին իրենց կատարած աշխատանքի համար, այսինքն չունենք օրինակ մոտեցում, որ ազգային անվտանգության ծառայությունը լավ չի աշխատում եւ հետեւաբար չի կարող ստանձնել այս գործընթացի պատշաճ կազմակերպումը։ Այսինքն հակափաստարակը ներողություն եմ խնդրում, հիմնական, եթե ճիշտ եմ ընկալում, հիմնականում կառույցի փակ գործելու։ Ես ոչ միայն դա, նաև ոչ միայն դա, նաև հակամարտության մեջ գտնվող մյուս կողմից, ասենք, եթե այդ մարմինը ստեղծվի, ինչ որ մարմին, արդյոք ինչպես է դա ընկալվելու, որ ազգային անվտանգության ծառայությունը, որ ընկալումը, որ դա պետական անվտանգության նաև հետ կապված տեղեկությունների հավաքագրման զբաղված, արդյոք լինելու այդ վստահությունը, որտեղ շատ կարևոր է փոխադարձ վստահությունը կառույցների միջև այդ մարդասիրական իրավունքի հարցով զբաղվելու։ Մյուս կողմից, արդյոք միջազգային մարդասիրական իրավունքի հարցերով զբաղվելը ազգային անվտանգության ծառայության լիազորության շրջանակում ընդգրկելը չնայած պետք է հետևան մարդու իրավունքներին, բայց բոլոր դեպքերում հարցեր կան։ Շատ խնդրեմ։ Մյուս պետության հետ համանման կառույցի հետ համագործակցության մասին առաջին հարցը, որ ծագում է, արդյոք կա նման կառույց, որի հետ պետք է համագործակցեն, ոչ։ Եկեք արձանագրենք, որ չկա նման կառույց, այսինքն երբ որ խոսում ենք ազգային տեղեկատվական բյուրոյի կամ ազգային տեղեկատվական կոմիտեի հետ, արդյոք հակառակորդ պետությունը ունի նման բյուրո, ոչ, այսինքն ում հետ է համագործակցելու։ Այստեղ հետախուզման գործընթացի պատշաճ կազմակերպման մասին ենք մենք խոսում, որը որ տրամադրվում է ազգային անվտանգության ծառայությանը միջազգային մարդասիրական իրավունքի հարցերում ներգրավվածությունը չի, որ տրամադրվում է լիազոր մարմնին, այսինքն այդ մասով այն կառույցները, որոնք ի սկզբանե լիազորված եղել են, կշարունակեն լիազորված լինել, նույն, չգիտեմ, ԱԳՆ-ն, նույն միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակը, որոնք հասցեական գործառույթներ ունեն եւ մինչ այդ էլ միջոցներ ձեռնարկել են միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում, մեր խնդիրները հասցեական փոխանցելու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում եւ այլ գործառույթներ, որոնք այստեղ չքննարկենք։ Իսկ Ժնևյան կոնվենցիա Ժնևյան կոնվենցիաների մասով եւս տեսեք այդ Ժնևյան կոնվենցիաների կից արձանագրություններում կոնկրետ անհայտ կորած անձանց մասին չի, որ խոսվում է, այնտեղ խոսվում է օրինակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին, ռազմագերիների մասին եւ այլն, որոնք որ այդքան էլ չեն համահույս չեն անհայտ կորած անձանց, այ ուղակի զուգահեռներ են անցկացվում, այնտեղ 4 կոնվենցիոն արձանագրությունների մասին է խոսքը, բոլորն էլ առանձին ոլորտային սուբյեկտների մասին է խոսքը, բայց ոչ անհայտ կորած անձանց մասին, սա եւս ուզեցի շեշտադրեմ, ինչ վերաբերում է քրեական դատավարության շրջանակներում տուժող ճանաչելուն, ես ուզում եմ առանձին արձանագրել, որ դա կոնկրետ այս նախագծի կարգավորման առարկա չի, որ օրինակ հանրության մոտ տպավորություն չստեղծի, որ մենք նախագծով պետք է ինչ-որ դրույթներ նախատեսենք, բայց չենք նախատեսում։ Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, դա պետք է լինի քրեական դատավարության օրենսգրքում, որոնք որ կարող են օրինակ նաև իրենց հետ տարբեր խնդիրներ բերել, որոնցից մեկը նույն նախաքննական գաղտնիքի հետ կապված խնդիրն է, շատ ողջունելի է, որ այս պահի դրությամբ քրեական դատավարության օրենսգրքում առանց համապատասխան կարգավորումներ նախատեսելու քննչական կոմիտեն, նաև հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաձայնած խնդիրները, ինչպես նաև մյուս կառույցների հետ
հետ համագործակցությունը, վստահ եմ, որ դատախազության հետ համագործակցության համատեքստում եւս այդ մոտեցումը որդեգրվել է, հնարավորություն ունեն դուժողներ ճանաչել առանց համապատասխան օրենսդրական կարգավորումների նախատեսման։ Այս պահի դրությամբ որոշակի խնդիրներ կան այդ մասով, մենք եւս ինչ-որ քննարկումներ ունեցել ենք այդ հարցում, դեռ քննարկում ենք, հնարավորություն լինելու դեպքում, որ նաեւ խնդիրներ չլինեն նախաքննական գաղտնիքի խախտման հետ կապված, նորից կքննարկվի այդ հնարավորությունը։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Սաքուն, Ճիշտ ասած, Տիկին Մարգարիտա, տեսեք, կոնվենցիան Ժնևյան, հա, որը նշեցի, հասկանալի է կոնվենցիայի սպեկտրը եւ գիծարձան։ Խոսքը վերաբերում է միայն առաջին գիծարձանագրության կոնկրետ հոդվածներին։ Այսինքն մենք հիմա քննարկում ենք անհայտ կորածների, դա ամբողջ կոնվենցիայի մասով չենք ասում, դա համար անհայտ կորածների վերաբերյալ կա հստակ ուրեմն մոտեցում։ Հիմա ինչ վերաբերում է ազգային անվտանգության ծառայությանը, ցավոք սրտի, այն 1160 անհայտ կորածների հետ կապված ազգային անվտանգության ծառայությունը չունի, եթե ունի, թող ներկայացնի ծնողներին, հարազատներին իրենց անհայտ կորած հարազատի վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Հասկանում եք, այսինքն եթե ինքը իսկ քանի տարի է որ ազգային անվտանգության ծառայությունը գործում է, թող ներկայացնեն, ասենք թե 1160-ից գոնե մեկին կամ երկուսին, ասենք մենք ունենք այս խտապանակը, մենք հետախուզական գործողություններ ենք իրականացնել եւ բանարել, հա, ասենք թե որոշակի տեղեկություններ կա, այսինքն այն որ հիմա ծնողները դրականորեն են վերաբերված ազգային անվտանգության, չկա ուղղակի այդ գերատեսչություն, որ ասենք թե ինչ որ լսել այդ մարդկանց, հա, այն տեսակետից, չնայած նաև ձեր նշած միջգերատեսչական հանձնաժողովը առաջ միշտ եղել է ՊՆ-ին, հա, պաշտպանության նախարարն է եղել։ Իդեպ ասեմ նաև միայն հեղափոխությունից հետո 2010 թվականին, երբ որ պարոն Տոնոյանն էր պաշտպանության նախարար, այն ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովում առաջ անգամ ինձ ընդգրկեցին, ես պետք է ասեմ, որ այդ չաշխատող մարմին է, ոչ թե ՊՆ-ի բանով է կարող, ընդհանրապես տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ նման հանձնաժողովները այս անհայտ կորածների իրավունքի պաշտպանության հետ կապված ինքը չկարա ուրեմն արդյունավետ լինել։ Դրա համար ես կուզենայի, որ սա եթե հասցեագրվում է, կապ չուներ դեպքում, ասենք ԱԱՑ-ին, որի հետ վերապահում են, այս հանձնաժողովները ըստ էության արժի ընդհանրապես չնախատեսել ստեղծել է։ Այսինքն բազմագերատեսչական է։ Որտեղ այս մարմինը այդ տվյալ դեպքում ասենք ԱԱՑ-ն այդ առանց գերատեսչություններից կարող լավ էլ աշխատի։ Այսինքն իր դիասոցիաները, բայց այդ ձևի հանձնաժողով, ասենք թե համագործակցություն անպայման չի հանձնաժողովի, սա մեկ։ Հիմա ես մի հատ հարցել էի ուզում ուրեմն անդրադառնանք, տեսեք, երբ որ նշում են, որ այս տվյալները չեն հավաքագրել, այսինքն հետախուզական, սա խնդիրը հետախուզականի մասին չի։ Կոնվենցիայի 31-ից 33 գիծարձանագրության 31-ից 33-ի այս հոդվածներով անհայտ կորածների տեղեկատվական բյուրոյի իմաստը որն է։ Մենք հավաքում ենք մեր տեղեկությունները եւ ասում ենք այս է մեր անհայտ կորածների ցուցակը, այս հանգամանքներում են սրանք անհետացեն եւ մենք պնդում ենք, որ այս հանգամանքների հիման վրա այս մարդու գտնվել տեղը գտնում է ադրբեջանական վերահսկողության տարածքում։ Ինքը ադրբեջանական կողմը, որը ունի դեպ միջգերատեսչական հանձնաժողովն այնտեղ էլ կարծեմ իրանց ազգային անվտանգության ծառայությունն է ղեկավարում։ Ինքն էլ իր կողմից, այսինքն ադրբեջանցին ծառայողների վերաբերյալ ցուցակը էլի կազմում, ասում է մենք իհարկե կարող այդ ցուցակը հենց ներկայացնի առանց այդ հանգամանքների, որտեղ այդ հանգամանքները որոշիչ նշանակություն ունեն, այսինքն այստեղ աշխատանքի մեթոդն է։ Ասում եմ, ընդհանրենք մեր կողմից անհայտ կորածների հետ կապված հարցերը, ցուցակը սա է, հանգամանքների հետևյալներին, որոնց հիման վրա պնդում ենք, որ իրանք գտնում են Հայաստանի Հանրապետության ենթադրենք հսկողության ներքո, օրինակ։ Եվ մեր անհայտ կորածների տեղեկատվական բյուրոն զբաղվում է նաև մեր հսկողության տակ գտնող տարածքում ենթադրենք անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագիր, իրանք էլ մեր, հա։ Հիմա տեսեք, այսինքն այստեղ ոչ միայն որ սա երկկողմանի աշխատանք է գնում։ Հիմա մենք ինչպիսի կառույց ստեղծենք, Ադրբեջանը նույնն է անելու։ Որտեղ ասելով դուք Հայաստանը ստեղծել է բանը կառույցը անունը ազգային անվտանգության ծառայությանն է, մենք էլ մեր ազգային ու գնաց փակուղի մասին է խոսքը։ Սա դժվարության խնդիր է, ես բացեմ ասում, որտեղ այստեղ անձերը չի կարևոր։
կապ չունի եթե ազգային անվտանգության ծառայության պետը ով է։ Այս երկու կառույցները իրար հակառակորդ են։ Իրանց բնույթով։ Դա համար պետք է այնպիսի կառույց ստեղծվի, որ ոչ թե հակառակորդ որպես ընկալվի, նկատի ունեմ գործառույթային հակառակորդ ենք։ Բարձր պետությունը հակառակորդ են, բայց պետությունը ունի, ասենք թե մի հատ կառույց, որը մարդասիրական իրավունքի խնդրով է զբաղվում, հետախուզությամբ չի զբաղվում, հա, այդ հետախուզությամբ թող արածն զբաղվի, այո, կարող է կառույցը դիմի արածին, ասել գիտեք տվյալներ բաներ հավաքեք, ենթադրենք, թողինք, բայց համագործակցությունն է կարևոր այստեղ։ Հիմա եթե մենք արածի վրա դրեցինք, ինք Ադրբեջանը ասելու է, ժողովուրդ, օքեյ, Հայաստանը արածը, մենք էլ նույնը բան անենք ու գնաց։ Պետք է հանդիպել են, չէ՞, քանի անգամ նախաձեռնություններ եղել։ Արդյունավետ չեք համարում։ Եստեղ ֆունդամենտալ բան կա, կառույցի բնույթը, բովանդակությունը, գործառույթների բնույթը որոշիչ նշանակություն ունի։ Ինքը համագործակցային ապահովում է արդյոք համագործակցությունը հակառակորդ կողմի ենթադրյալ կառույցների հետ, թե չէ, սա մյուսը։ Մենք նաև այս հանձնառությունը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կատարում է, այս ուզում եմ սա էլ հասկանալի լինի, եւ նաև անհայտ կորածների հարազատներին եւ պետական մարմիններին։ Երբ որ մենք այդ հանձնառությունը կատարում ենք այս օրենքի ընդունմամբ, մենք սա միջոցով նաև ճնշում ենք գործադրելու Ադրբեջանի վրա, որ ինքը չունի այդ քաղաքական կամքը անհայտ կորածների հարցերով զբաղվելու, հասկանում եք, ոնց է ինստիտուցիոնալ առումով։ Իսկ եթե դա լինի ու ասվի, որ ԱԱՑ-ն մի քիչ վերաբերմունքը միջազգային բանով, հա, մի քիչ այլ այգներ, եթե դու ստեղծում ես այդ կառույցը, որը հենց համագործակցության ամիտված, ասում ենք ժողովուրդ, մենք պատրաստ ենք համագործակցության անհայտ կորածների ճակատագրերի գտնվելու վայրի հետ կապված, խնդրեմ աշխատենք, եւ այդ կառույցը սա է, քաղաքացիական կառույցը, ինքը իրանց ներկա։ Դա այդ դեպքում ճնշումը ավելի մեծ հնարավորություն ունի, քան թե ԱԱՑ-ի պարագայում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Եղայան, խնդրեմ ձեր։ Տեսեք, անհետ կորածների հետ կապված հարցերը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից զուտ մարդասիրական բնույթ ունեցող հարցեր են եւ որևէ հանգամանքներում չի կարելի քաղաքականացնել։ Ավելին, միջազգային իրավունքի տեսանկյունից նման հարցերում փոխադարձության սկզբունք կիրառելը անթույլատրելի է, դա ինչ է իրենից ենթադրում։ Չի կարելի պայմանավորել այն հանգամանքով, որ երբ որ մեր պետությունը կամ հակառակորդ պետությունը, եթե ինֆորմացիա չի տրամադրում, ուրեմն մենք կամ իրենք չպետք է տրամադրեն։ Որևէ հանգամանքում փոխադարձություն նման հարցերում չի կարելի եւ պետք է ղեկավարվել զուտ մարդասիրության մարդասիրական իրավունքի դրույթներով։ Հաջորդը, թե որ կառույցի կազմում կլինի, թե անկախ կլինի, թե այլ, այո, արտարադատության նախարարության մեր գործընկերն էլ ասեց, դա նաև կապված է սահմանադրական կարգավորումներից, բայց նախ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեր հաստատության համար, մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար կարևոր ելակետը հետևյալն է, որ անձանց իրավունքները լինեն երաշխավորված, թե պետությունը ինչ մեխանիզմ կկիրառի անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից, դա հարցի մյուս կողմն է։ Այս պարագայում մենք ունենք խնդիր, չլուծված խնդիր եւ բազմաթիվ անհետ կորածների ընտանիքներ շարունակում են փնտրել իրենց հարազատներին։ Ես անպայման իմ խոսքում ուզում եմ նշել, որ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կազմակերպություններին, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին պարբերաբար բարձրացնում է անհետ կորած անձանց վերաբերելի հարցերը, ընտանիքների բարձրացվող խնդիրները, ես ուզում եմ, որ ընտանիքներն էլ իմանան, պաշտպանը պարբերաբար գրեթե բոլոր հանդիպումներում միջազգային գործընկերների հետ բարձրացում է անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման, գերության մեջ գտնվող անձանց վերադարձի աջակցության եւ մյուս բոլոր մարդասիրական հարցերը։ Պարոն, ներողություն եմ խնդրում, այդուհանդերձ եթե ձևակերպեմ հարցը այսպես, լիազոր մարմինը եթե համարվում է ազգային անվտանգության ծառայությունը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այստեղ մտահոգություն չի տեսնում, ինչպես պարոն Սաքունցը հա ներկայացրեց։ Նախ ես ձեզ ասեմ, որ նախագիծը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել է կարծիքի եւ պաշտպանը դեռևս կարծիք չենք ներկայացրել, նախագիծը ուսումնասիրության փուլում է եւ այդ հարցի վերաբերյալ եւս կներկայացնենք մենք մեր դիրքորոշումը։ Շատ լավ։
Շնորհակալ եմ, կխնդրեմ նաև անդրադառնանք անհայտ կորած անձի ընտանիքի անդամների հոգեբանական աջակցություն ստանալու իրավունքին, պարոն Եղոյանն էլ իր խոսքում նշեց, դիմումների մեծ մասը նաև կապված են դրա հետ, կխնդրեմ ներկայացնեք այս առնչությամբ ինչ կետեր են նախատեսվում, ինչպես է, եւ պրակտիկան որքանով է ուսումնասիրվել, խնդրեմ։ Իրականում շատ կարևոր հարց է, այդ հարցին մենք էլ ենք փորձել անդրադառնալ, հաշվի առնելով այն, որ ինչքան էլ որ ֆինանսական աջակցության հնարավորություններ տարբեր ստեղծվում են, մնում է չլուծված հոգեբանական աջակցություն ստանալու հարցը ծնողների կողմից, որը ոչ պակաս կարևոր է։ Այդ մասով ուսումնասիրել ենք օրենսդրությունը, կա ուրեմն սոցիալական աջակցության մասին օրենք վերջերս ընդունված 24 թվականին, որտեղ որ սոցիալական աջակցության տեսակներից է նաև սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունքը, որը տրամադրվում է ինչպես ռազմական, այնպես է արտակարգ դրության պայմաններում անձի ընտանիքի անդամի անհայտ կորելու պարագայում։ Ճիշտ է, նշված դրույթը որոշակի լրամշակման կարիք ունի, որը որ պետք է համապատասխանեցվի արդեն մեր անհայտ կորած անձանց օրենքի վերնագրին, այսինքն ոչ թե միայն ռազմական դրության արդյունքում, այլ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անձի անհայտ կորելու դեպքում պետք է նաեւ տրվի սոցիալ-հոգեբանական օգնություն, որպիսի պայմաններում մենք ունենք ինչպես մեր նախագծում առանձին դրույթ ենք նախատեսել, որ սոցիալական աջակցության մասին օրենքով սահմանված կարգով անձը ունի նաև ընտանիքի անդամը ունի նաև սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու իրավունք եւ միաժամանակ հարակից օրենքում տվյալ օրենքում որոշակի փոփոխություն լրացում ենք նախաձեռնում, որի համատեքստում արդեն այս օրենքի կարգավորման առարկա սուբյեկտների ընտանիքի անդամները եւս հնարավորություն կստանան օգտվել սոցիալ-հոգեբանական օգնությունից, այդպիսով նաև հասցեական դարձնելով անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների համար այս օգնությունը։ Եթե չեմ սխալվում, որոշակի մտահոգություններ կային, պարոն Սաքունց, գուցե դուք անդրադառնաք, այն անձանց շրջանակի հետ, ովքեր առնչություն են ունեցել անհայտ կորած անձի հետ, ընտանիքի հասկացություն։ Այդ ընտանիքի հետ կապված հասկացության շուրջը մենք քննարկել ենք արտադրության նախարարության հետ ու դա այդ խնդիրը ըստ էության լուծված է։ Բանը ուղղակի այստեղ մի բան է, որ այդ հոգեբանական աջակցության ինստիտուտը բացի այն, որ պետք է օրենքով ամրագրված լինի, իհարկե դա ենթադրում է նաև համապատասխան ռեսուրսներ։ Հիշում եք 44 օրյա պատերազմից հետո կառավարության կողմից ինչ-որ գումարներ հատկացվեցին, չէ՞, այդ հոգեբանական վերականգնման ու դա ռեսուրսների պակաս կա։ Թե հոգեբանների, դա նշանակում նաև կրթության բնագավառում պետք է բավական ուշադրություն դարձնել այս հարցին եւ մասնագիտական կարողությունների զարգացման եւ նաեւ ֆինանսավորումը, որովհետեւ վերջին հաշվով պետք է մարդիկ վճարեն, բայց ամենից կարևորը այդ հոգեբանական վերականգնման նշանակությունը, որովհետեւ մարդիկ մտածում են, որ իրանք հոգեկան առողջության, այդ այլ կերպ է ընկալվում, հա, չնայած ասենք շատ ծանր, հա, բացասական բան, բայց այստեղ էլ պետք է աշխատանք անպայման տարվի, թե լուսաբանման եւ թե նաեւ պարզաբանման եւ թե դրա նշանակությունը, որովհետեւ Ղարաբաղյան առաջի պատերազմի հետևանքով անհայտ կորածների հարազատների հետ մեր շփումները ունեցել ենք նաև ծանր դեպքեր, հա, դա ազդում է նաև երեխաների վրա, ճիշտ հասկացեք, անհայտ կորածի հարազատի ընտանիքի երեխան, որ ասենք թե ընդհանրենք անընդհատ է անորոշ ու որ դա ազդեցություն անում անգամ ընտանիքի անդամ այդ երեխաների, դա համար այս աշխատանքը պետք է բավական լուրջ դիտարկել քանակի տեսակետից չէ, ասենք թե ընդհանրենք 1200 կամ 1300 մարդ է, բայց ինքը շարունակականություն ունի։ Այստեղ մենակ առաջի սերունդի մասին չի խոսքը։ Նաև այդ երկրորդ սերունդի, երրորդ սերունդի հա կարան ունենան։ Եվ այստեղ իհարկե ինքը չի լուծում բոլոր այն խնդիրները, նկատում տեղեկատվություն ստանալու եւ այլն բանի հետ կապված, բայց այդ տեղեկատվության ստանալու պահանջատեր լինելու, նաև դրա համար այդ ժամանակում կարողանալ դիմագրավելու, հա, կարողանալ ապրելու, չգիտեմ,
սպասելու եւ այլն, այդ հարցերը հոգեբանական լուրջ բան ունեն, նշանակություն ունեն։ Այնպես որ այո, օրենքի դրույթներով հանդերձ պետք է կառավարությունը անհրաժեշտ միջոցներ եւ ինստիտուցիոնալ հնարավորություններ ստեղծի, եւ այստեղ էլ այ իմ հարցը իհարկե, որ այդ իհարկե դա կարող է լինի outsource-ով, այսինքն անպայման չէ որ ազգային անվտանգության ծառայությունում աշխատող լինեն այդ հոգեբանները, բայց դա պետք է իրապես անվճար հոգեբանական աջակցության այդ ինստիտուտը ապահովի, հա, ոնց որ pro bono-ի դեպքում, այդ դեպքում նաև այս pro bono ինստիտուտը, այսինքն անվճար իրավաբանական օգնությունը անհայտ կորածների, հա, այդ գործերով նաև փաստաբանների կամ իրավաբանական աջակցության մասին պետք է մտածել։ Որով դեպքում ես կարծում եմ, որ Տիկին Մարգարիտա բանը իհարկե մենք սա չենք ասել քննարկենք, բայց ամբողջականության տեսակետից օրենսդրական, հա, գուցե եւ արժե որոշակի անդրադարձնել քրդատին։ Զուտ ասենք թե կամ եթե այս փուլում չէ, որովհետև ես չեմ պատկերացնում քննիչը կամ դատախազը առանց իրավական հիմքերի որոշում է կայացնում, էլի դա մի քիչ շատ խոցելի է իրավական տեսակետից։ Պարոն Եղոյան, եթե երկարաժամկետ ազդեցության մասով կարող եք ըստ դիմումների շատ հակիրճ ներկայացնել, հա, հոգեբանական աջակցության բացակայություն։ Տեսեք, դա այս ոլորտում եւս մենք որոշակի ուսումնասիրություններ կատարել ենք եւ հետ տրավմատիկ ստրեսը դա ավելի ազդեցիկ է դառնում տարիներ հետո։ Այսինքն անձի առողջության վրա այո, պարոն Սարգսյանը շատ ճիշտ նկատեց եւ ճիշտ ասեց, որ ընտանիքների վրա եւս ուղիղ ազդեցություն է ունենում այս ամեն ինչը եւ պետության արձագանքող մոտեցումը շատ կարեւոր է։ Նույն տեսեք, խոսեցինք մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ վճիռների մասին, արդյոք պետությունը ինչ դրական քայլեր է ձեռնարկում անձանց առողջության պահպանման տեսանկյունից, անհետ կորածների ճակատագրերը պարզելու տեսանկյունից, եւ սա ամբողջը կարելի է փոխկապակցված տեսանկյունից նայել եւ այո, հիմա մենք ունենք հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված լուրջ բացեր, դետալային խնդիրներ լուծվել են, մարդու իրավունքների պաշտպանին եւս անհետ կորածների ընտանիքներ դիմել են հոգեբանական աջակցություն ստանալու խնդրանքով, իհարկե եզակի մարդիկ են դիմում, որովհետեւ ճիշտ նկատեցիք, սովորաբար հետեւյալ դիրքորոշումն ու պնդումներ են հնչում ընտանիքների անդամների կողմից, երբ որ կպարզվի իմ զավակի ճակատագիրը, դա իմ համար կլինի ամենամեծ հոգեբանական աջակցությունը։ Մարդիկ խուսափում են հոգեբանների հետ շփումներից եւ այստեղ ճիշտ մոտեցում է պետք։ Անհրաժեշտ է ոչ միայն օրենսդրորեն կարգավորել այս հարցը, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ հոգեբանների աշխատանք այս ոլորտում։ Եվ այս մասով ես կդժվարանամ պատասխանել, արդյոք ունենք ոլորտային պրոֆեսիոնալ այնպիսի հոգեբաններ, որ կկարողանան աշխատել անհետ կորածների ընտանիքների հետ։ Եվ ամփոփելով, հա, կխնդրեմ ի վերջո ներկայացնենք ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես է առաջարկվող սահմանումը նաև ազդում անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա։ Խնդրեմ։ Նշեմ, որ ըստ օրենքի նախագծի անհայտ կորած անձ է հանդիսանում զինծառայողը, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում, հակառակորդի նախարարցակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ հայտարարված զինադադարի ընթացքում, կամ ռազմական գործողություններին հաջորդող եռամսյա ժամկետում։ Այս եռամսյան իրականում երեք պարոն Սարգսյանի հետ քննարկեցինք, նախատեսել ենք եռամսյան կդառնա 6 ամսյա, հաջորդող 6 ամսյա ժամկետում խաղաղ պայմաններում եւ հավաստի տեղեկությունների համաձայն նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին։ Ըստ էության այս սահմանումն ենք նախատեսել, փորձել ենք հնարավորինս ընդգրկուն
լինի, որպեսզի բոլոր իրավիճակները, որոնք որ ինչ որ ձևով կարան առնչվեն ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններին եւ հանգամանքներին, վերաբերելի լինեն եւ դիտարկվի անձը որպես անհայտ կորած։ Պարոն Սաքմոց, եթե կա, չէ, ուղղակի ասեմ, որ դա այն մոտեցումն է, որը մենք նախորդ նախագիծը, որը անհայտ կորավ գերատեսչություններին, ես նկատում 2012 թվականին, դրա շատ կարևոր ամբողջական դարձնում, դա հիմնական նշանակություն ունի, հա, որպեսզի իրապես նայտեսեք մարտական հերթապահություն, մարտական գործողություններ որոշակի հրամանով եւ կապ չունի զինվորական ծառայության մեջ, եթե կամավորագրվել է եւ զինվորական ծառայության մեջ է ներգրավել, հա, այս սա որոշ կարևոր համակարգային մոտեցում է։ Պարոն Եղոյան, եթե կա այս առնչությամբ, ես վերջում շատ կարճ տեսեք, անհետ կորածների ընտանիքների հետ շատ կարևոր է պետական տարբեր մարմինների կողմից պատշաճ հաղորդակցության վարումը։ Այո, նշեցիք արտարադատության նախարարությունում հանդիպումներ եք ունեցել, նաև մեր հասարակական կազմակերպության գործընկերները պարբերաբար հանդիպումներ են ունենում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ, մարդու իրավունքների պաշտպանն է պարբերաբար ընդունում։ Գիտեք, հոգեբանական աջակցության մասին ենք խոսում, հավատացեք, նման վերաբերմունք ընտանիքների կողմից եւս դրական է գնահատվում։ Այսինքն շատ կարևոր է պետական մարմինների նաև հաղորդակից լինել ընտանիքներին։ Տիկին Զարիբեկյան, որպես ամփոփում նաև խնդրեմ ներկայացնեք այս պահին ինչ փուլում է դեռ, փաստորեն հանրային քննարկումները շարունակվում են եւ երբ կսպասենք բարձրախոսը խնդրում։ Վել էր հանրային քննարկման իդրաֆտ հարթակում, ստացել ենք տարբեր դիտարկումներ, ինչպես կայքում կոմենտ մեկնաբանություններ կայացնելու տարբերակով, այնպես էլ ուղարկվել է պետական մարմիններին, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ըստ էության ստացել ենք դիտարկումներ, սպասում ենք Մարդու իրավունքների աշխատակազմի պաշտպանի աշխատակազմի դիտարկումներին եւ ըստ էության կարելի է ասել, որ ստացվել են այն հիմնական դիտարկումները, որոնց սպասում էինք, լրամշակվել է այդ դիտարկումների հիման վրա, բավականին լավ դիտարկումներ ենք ստացել տարբեր պետական մարմիններից, որից հետո արդեն ծնողների հետ եւս մեկ անգամ կքննարկենք, որից հետո արդեն վարչապետի աշխատակազմ ներկայացնելու փուլն է, որի շրջանակներում նաեւ վարչապետի աշխատակազմի տարբեր վարչությունները պետք է եզրակացություններ ներկայացնեն մեր նախագծի վերաբերյալ։ Հիմա այդ փուլում ենք գտնվում։ Շնորհակալ եմ, հարգելի բանախոսներ։ Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, ով է համարվում անհայտ կորած երկար սպասված օրինագիծը թերություններով թեմայով, այդուհանդերձ մենք քննարկման ընթացքում պարզեցինք, որ բավական խնդրահարույց կետեր արդեն շտկվել են, կարծեք թե մասնակցային է բավական եղել մշակումը։ Մեր բանախոսներն էին Մարգարիտա Զալիբեկյանը, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ, Անդրանիկ Եղոյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ եւ Արթուր Սաքունցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար։ Շնորհակալ եմ, հաջողություն։